Քաղաքական դաշտում այս պահին, ինչպես տեսնում եք, ընտրություններին ընդառաջ կան մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ, իրենց հետևում նաև իրենց հետ նախկինում Հայաստանը հարստահարած օլիգարխների օգնությամբ փորձում են հայտ ներկայացնել եւ մասնակցել ընտրություններին եւ իրենց վերջին հույսը նաև այս ընտրություններին մասնակցելով որևէ Հայաստանը ավելի վատ տեղ տանող փորձն է, ինչու եմ այդպես ասում, այսօր ինչպես տեսնում ենք, այո, կան քաղաքական խոստումներ, որոնք բացարձակ, եթե մաղենք տակը, հողի վրա կատարվող այդ խոստումների 90%-ը մենք մեր իշխանության ժամանակ կատարել ենք, անում ենք եւ գործում է այսօր։ Այդ նույն խոսքը օրինակ վերաբերում է դուք նշեցիք 300,000 աշխատատեղ, նախ այդքան ազատ աշխատատեղեր չկան եւ եթե գնանք նրան, որ իրենք այդ աշխատատեղերը բացելու են նվազագույն աշխատավարձով աշխատող մարդկանց համար, այսօր մեր ինչպես տեսնում եք միջին աշխատավարձը ստացողների քանակն արդեն բավականին ըստ վիճակագրության բարձր է եւ պոտենցիալ նվազագույն աշխատավարձի դիմելու եւ ցանկանալու այդ ուղղությամբ աշխատել մարդկանց թիվը քիչ է եւ չկա այդ աշխատատեղերի մասով։ Ինչ վերաբերում է տեղերի արժեքի հետ կապված, մենք նոր ուժի մեջ եմ մտել 26 թվականի հունվարի 1-ից այդ ամբողջ տեղորայք անվճար է առողջապահության ապահովագրության ծրագրով խոսում են հարկերից ազատման մասին, երբ տարիներ առաջ դեռ մինչև 24 միլիոն շրջանառություն ունեցողները ազատված են հարկերից։ Սրանք սին դատարկ խոստումներ են,